Չէ, բալես, այդ քո համար չի։ Չէ, նա իմ սիրուն է։ Էսի լավն է, Գյորգ։ Էսի։ Հա։ Պատկերացնես։ Հա? Սենց է։ Հա։ Էսի իրա հետ է։ Ну, комплект, да, или карасательный? Да нет, спасибо. Сируна. Просто обед баночка. Если лава. Вау. Ասում մարդ որ երկուսից ավել իրեկերը խաբերում արդեն խելքը թրցնում է։ Ուտեն շարունակական։ Լնա ինձ սիրուն է։ Այս է լավը։ Այս կլորները իրանք կարաս մեծացնես, փոքրացնես։ Там есть шаржага. Это правильно ли сирах? Հա։ Это бензина танц. Գժվել կարելի է։ Էլինա այս շորիկներից է։ Հələ նայեք։ Ох, ես ինչ լավն է։ Ես մանեժի նման է։ Թեթև հարմար։ Մանեժ էլի, չէ։ Հա։ Եկա։ Հեծանիմների աշխարհում ենք։ Լավ, ես կոմ է, Գյորգ, կները նայենք։ Մենք Երիկին առանք, Երիկ ընդհանրապես չքշեց, Երիկ այն ժամանակ 2 տարեկան էր։ Ու այդպես էլ մնաց, հիմա պետքա ակը պչում, նա ինչ լավն է։ Էսի։ Հա։ Ճա։ Նորանի սենց նա, էլեկտրասամագատա բանա։ Ահա։ Միսիրը։ Այդ շատ կոպիտ է։ Արսենինը Սիանցինի մեծ է, չէ։ Հա, այս Արսենին բանը, հա։ Մեծ է Արսենինը։ Ստեփանավան։ Սես մի բանը, անա։ Ну մեծ օտ է, էլի։ Ну չէ, ես չէ։ Սոսում նա սիրում։ Բանիցը։ Թող։ Ես չեմ կարող հեծանիվ քշել, պետքա սովորեմ։ Երբ որ հեծանիվ քշելը սովորեմ, այն ժամանակ մեքենա էլ քշեմ։ Բայց վախենում եմ մեքենա քշելուց։ Բան, նողջիկներ ջան։ Ինչ ես ուզում, բալես։ Քո մեքենան Հայաստան, կգնանք կբերենք։ Գնացինք։ Գիտեն նկարում եմ։ Նկարահանում եմ։ Նայսինք մեծ հեծանինը։ Ցույց է տալիս, որ այստեղ հեծանիններ են վաճառում։ Ազեն։ Ուտեմ ես քեզ, օրո։ Ենք Գլորիա ջինս, կարի, ու այդպես։
Մեկ ինչ սիրունա աշնանային շունչա հաղորդում։ Վաու, շատ սիրունա։ Եկել ենք կամաց բաժին, հաջան։ Սոված ես, ես ագնում ենք հաց ուտելու բալես։ Ես ակենք։ Ստեղ սաղ կրունկովը, կոշիկներ։ Գտար։ Ուրա։ Հա։ Չէ։ Երեխույթ ախաղը։ Аккуратно, Борис, аккуратно. Гна խաղարա։ Ահա։ Արսեն, аккуратно. Արսեն։ Փուլությունը Շուշեղեն։ Գնացինք։ Հաճա։ Չիկներս մեր գնումները կատարեցինք։ Ինձ Արսենի և մեր Հայդիկին տանը ցույց կտամ ինչեր գնեցինք։ Հիմա գնում ենք հաց ուտելու, որովհետև սոված ենք։ Առավոտվա ժամը 7-ից ենք տանից դուրս եկել, ժամը արդեն 11-ն է։ Նա ինչ սիրուն է Արսեն։ Եկանք հասանք մեր Ստավրապոլ աղջիկներս, մեր թաղամաս, որտեղ ամբողջ օրը մանկասալյակներով ես ու Աննան այսպես գնում էինք մեր տուն, հետ էինք գալիս էինք ստեղից հաց էինք առնում մատնաքաշ, այն վերևից։ Հիմա որ ասեմ շատ եմ կարոտել այդ օրերը, հատենց սուտ կեղնի, բայց որ էլի կամ ապրելու կգամ ապրելու, բայց որ նեմ որ հարցեր հիմա կառաջանան արդյոք փոշմանել ես թե ոչ, որ տեղափոխվել եք գյուղ, չէ աղջիկներս, այստեղ էլ է շատ լավ, գյուղում էլ է շատ լավ, ինչպես տեսնում եք, Աղովի վազելը։ Եկել ենք դաստակ ռեստորան, կարելի ասել, հայկական, ամեն ինչ հայկական ներսում, հա, եկավ? Ինչ է? Мам, пойди туда. Тиму. Да не могу всегда попасть. Աղջիկներս եկանք հասանք մեր մորքուրանց տուն, ամուսնուս մորքուրի տուն, իմ մորքուրն էլ տարբերություն չկա, երևի ավելի շատ իմ մորքուրնա, քան ամուսնուս, չէ Գյորգի, մորքուրն ավելի շատ իմ մորքուրնա, թե քու, այս տունը, ինչ արժե, պո 7 միլիոն, Ահա, Գյորգին արդեն ծրագրեր ակցի։ Հա։ Ահա, գնանք մի հատ դուռը բացենք։
Ասում են չէ շատ ես ուզում, լինում է, օրինակ ես սրտանց ուզում է գյուղում ապրում եմ։ Գյուղում էլ լավ, քաղաքում էլ լավ, երկու տեղն էլ պետք է տոն ունենաս։ Անկույս ենք վերցնում։ Ջարդիկ ջան։ Ինչ գիտես։ Ուջա, դե խանալու։ Հա։ Կամի ջարդի։ Այն ժամանակ ստեղ սալորի ծառներ էր։ Իսկ հիմա ամբողջը տները։ Այն ժամանակ ասելով 8 տարի առաջ 8-7 Ջան Ոչ մեկը չենք պատկասնի ոս հետում կսարքեն Գալիս ենք սալուր ենք հավաքում տանում կամպոտ ենք եղում Այդ ժամանակ չէի նկարահանում Չէ Արսեն Այդ ժամանակ մենակ երիկս էր Լավը չի, անկույս ուտելով կնանք, ապրես, գյորգի ջան, այնքանք մորքուն եմ ստում, այնտեղ էլ էտ նոս սարկում, Հովանեսը պետք ապացի դուրա, Սիձենին առաջ են դրել Հովանեսի համար։ Չես կարա, բոյը չի հերիքա։ Հետ պտի դեր, հետ նստի, այդ ենք, սյոդեք շի։ Մարիան սկզբից չեր կարը, այդ ոսով։ Հա, Մարիան կշում։ Այդ նոնենոր ասեց հետ տնեմ, ելեն ասեց չէ հլը։ Ելենոր իրավոյին է։ Էվա փոքր էր, հազիր էր, սեծ էր անում։ Դրոշի սիձենիկը ոնց որ իրին մեզ է թվում, նստողին հարմար է, թե չգիտեմ։ Հովանես սկզբից հետ էր էտը։ Շեստեղնի։ Հա, կցել է, բանը ստապցել։ Ես չեմ տեսել։ Ինչը։ Ժամանակ չի էր հեռախոսի մեջ, ուտեմ ստատուսը անցել է։ Տունը։ Ո՞տ է։ Դուրս։ Մի քիչ հետարի։ Պրոստը ասում է դժվար է, էլի ջանջալ է շատ սենք։ Մի քիչ հետարի։ Մալադես, տեսա, դավայ, դե Դեքշի։ Գնա։ Մի ոտդ լավ հրի, այդ մեկը հրի, այդ է հրի։ Սեղմի։ Վայ։
Ողջույն աղջիկներս, ինչպես եք, երկար ժամանակ է վլոգ չեմ նկարահանում, կլինի արդեն 1 շաբաթ է։ Վերջի վլոգները, վերջի տեսանյութերը նկարել եմ մոտավորապես 1 շաբաթ առաջ։ Բավականին հանգիստ է վերցրել, առանց զգուշացնելու, այսպես ուղղակի որոշեցի մի փոքր հանգիստ վերցնեմ, համ այս ալիքում, համ մյուս ալիքում։ Հիմա վերադառնում եմ նոր ուժերով, նոր մտքերով եւ ինչ ենք անում։ Բնականաբար մի հատ սուրճ ենք խմում, պատրաստվում ենք, պետք է գնամ ծնողական ժողով, ժամը 4-ից պետք է լինում։ Երիկս այսօր դպրոց չի գնացել, որովհետև հազում էր։ Դիք հետև հազում էր, այդպես չուղարկեցի, մտածեցի ավելի լավ տանը մնա։ Հա? Ապրես։ Արսենի փաստաթղթերով էի զբաղված, Արսենի փաստաթղթերն էի պատրաստում, որպեսզի ուղարկե, մանկապարտեզ։ Մտածում էի թողնել 5 տարեկանը լրանան նոր ուղարկեմ, բայց քանի որ շատ էր ասում եմ ուզում եմ սայթիկ գնամ, ուզում եմ գնամ, ասեցի ինչ անենք, հավաքեմ, ուղարկեմ։ Այնպես որ մտածում եմ, որ ուղարկեմ սայթիկ։ Մանկապարտեզ արդեն փաստաթղթեր հավաքել եմ, ուղարկել եմ, 1 ամիս այդ չէին ընդունում ատկազեին անում, որովհետև դեռ նոր էր ծնվել, Ստավրապոլում էինք ապրում, ու այնտեղ մոտակա մանկապարտեզում էինք գրանցել, որպեսզի հենց տարիքը գա, մի անգամից տեղ ունենանք, հա, որովհետև այնտեղ տեղերը սահմանափակ են։ Ու այդտեղ չէին ընդունում, ասում են ուրիշ տեղ եք գրանցված, պետք է դիմում բերեք, պետք է գնային Ստավրապոլ, այդ փաստաթղթերը բերեի հանելի խոսքով, այնքան ուղարկեցի, վերջում ընդունեցին այստեղ։ Հիմա արդեն պատվերներ են կատարել օզոնից, պետք է գնանք վերցնենք, ամեն ինչ անհրաժեշտ է մանկապարտեզի համար, պատրաստենք, որպեսզի ամսի 1-ից ինձ թվում արդեն կուղարկե, տեսնենք, ասուց առաջ չկնենք, կոֆեն չեմ լսվել, այդպես։ Հիմա երեխեքին կքնացնեմ, որպեսզի տենց ժամի 3-ի կողմերը կքնացնեմ, մի ժամի 2-ն եմ քնացնում, եթե տանն են լինում տղաները, ժամը 1-ին եմ քնացնում, որպեսզի իրենք գնան այդ դրսի գործերը վերջացնեն, եթե տանը չեն 2-ն եմ քնացնում, որպեսզի մինչև ժամը 4-ը մենք վերջացնում ենք, իրանք այդ ժամանակ մեր չխանգարեն, հա, այսպես պլանավորում ենք օրերը։ Այսօր պետք է ժամը 2:30-3-ին քնացնեմ, որպեսզի ժամը 4-ին ասկսվում, մինչև գնամ գամ, էլի քնացնեմ են, էլի, այդպես չխանգարեն այն ուտիկին։ Այդպես աղջիկ ջան, հիմա կոֆե խմենք, հուսով եմ դուք լավ եք, ամեն ինչ նորմալ է ձեր մոտ, քեֆ, առողջություն, ամեն ինչ տեղն է, երկար ժամանակած էլ հետ կապ չեմ հաստատել, մի հատ կգրեք տեսնեմ ոնց եք։ Բա աղջիկներս ճուտիկներս արդեն դուրս են եկել, շուտով ձեզ ցույց կտամ, բայց 42, 44 հատ ձու էին դրել, ընդամենը 8 հատիկն է դուրս եկել, չգիտեմ, մեր ընթացքում դուրս եկել, կոֆե խմելու, դուր, ես հավե, դուր, ասա կոֆե խմելու, Ստեփանավանից եմ, երեխն մամաս էր արել եմ ուտանակ 8 տարեկա, 8 ամսական էր, խիա Էլինան բերել, որ խաղաս, սիրունա, սիրունա, խի հանեմ, բեր հանեմ,
Что скупишь? Elina, դու աղջիկն ես։ Մամայի թե պապայի։ Ում աղջիկն ես։ Մամայի թե պապայի։ Elina, Elina, what's this? La salsa camelo. Elina. Elina. Աղջիկներս մազերս ֆենեցի, ինչպես տեսնում եք, այսօր չեմ դիմահարդարվելու, հենց այսպես մի թեթև տուշ կգցեմ եւ վերջ։ Շատ եք հարցնում Աննա ջան, ֆեն չոտկդ ինչ ֆիրմա եմ, ֆիրման աղջիկներս Royal Kitchen է, ձեռք եմ բերել մագնիտից, չեմ պատվիրել, արտիկուլ չունեմ, որ ձեզ ուղարկեմ, դուք էլ պատվիրեք։ Հիմնականում արդեն 3-4 տարի է օգտվում եմ։ Սկզբնական շրջաններում մազերս շատ էր վառում, այսինքն ոչ թե վառում էր, միգուցե ես չէի գտել ճիշտ ձևը ֆենելու։ Հիմա ոչ մազերս են վնասվում, ֆենը բավականին սիրուն հարթեցնում է, նայեք։ Կարելի ասել ամեն օր չեմ ֆենում, 2-3 օրը մեկ, 4 օրը մեկ նոր ուղղակի չորացնում եմ, բայց քանի որ այսօր ծնողական ժողովը սիրուն հարթացրել եմ, որպեսզի ավելի սիրուն լինի, ինչպես տեսնում եք, ընտիր արել իր գործը։ Պատրաստ եմ, շուտով կգնամ դպրոց, կտեսնեմ ուսուցչուհին գոհ է, թե դժգոհ է տղայցս, մի խոսքով գնում ենք ծնողական ժողով, մի հատ գրեք տեսնեմ դուք եք գնում, թե ուղղակի կարելի ասել չեք մասնակցում ծնողական ժողովներին, ինչ շատ հետաքրքիր է, օրինակ իմ տարիքի մամաները գնում են ծնողական ժողով, թե ոչ։ Քանի որ դրսում լավ շոկ է, ինչպես տեսնում եք, արևը այսպես մեզ վառում է, ակնոցներ եմ վերցնում, հետո Աննայիս ուղարկած ակնոցներն Ամերիկայից, Ջիմի նավիարնա, չգիտեմ, նայք ֆիրման, շատ եմ կրում, ուղղակի ոչ տեսանյութերում, Արև ձեզ, ինչ է ուզում ասեմ, սպասեք, միտ եկավ ուղեղումս ուզում է ասեմ ու մոռացա, ինչ է ուզում ասեմ, ասված չան, կարից սիրուն կրասովկեք եմ գնել, հիմա այնտեղը գնալուց ցույց կտամ, սև գույնի, այսպես թեթև ջնսետ աբատով, սիրուն վերևով գնում ենք ծնողական ժողով, մեր այսօրվա լուքը կարմիր գույնի համար գժվում եմ աղջիկիկ ջան, գժվում գնացինք պատրաստվեցինք աղջիկներս, հիմա գնում ենք ծնողական ժողով, այս տարվա առաջին ծնողական ժողովն է, տեսնենք ինչ կասենելիքիցս գող կլինեն, թե դժգոհ, ծաղներն նայեք ինչ սիրուն այսպես կանաչ տեղին, կարմիր տերևներով, արդեն դեաշուն է։ Խոսքը աղջիկներս այս կրասովկեքի մասին էր, փոթասների, կարից են վերցրել, շատ թեթև, հարմար, հարտիկուլ չունի սիրուններս, Գեորգինը բնականաբար իրանը հակել է, գնանք տեսնենք ոնց անցնելու, ուսավ մենակ ծնողական, ծնողներ, մեր դասանով կհավաքվեն եկել, ոչ թե ամբողջ դպրոցով, սկզբում ամբողջ դպրոցով ենք հավաքվում, մեկ ժամ այդպես խոսում են, ինչ անել, ոնց երեխեքին դաստիարակել, այսպես ինչպես ստեղծել ընտանեկան այսպես միջավայր, մի խոսքով այդպես հուսամ այս մեկը դասարանով կլինի էլի, ոչ թե այդպես ամբողջ, որովհետև շատ ձանձրալի անցնում էր, մի ժամը նստում ես,
ու իրանք խոսում են, դու էլ բնականաբար լսում ես։ Ես որ արդեն դասարանով են հավաքում, այդ արդեն հետաքրքիր է ուսուցչու հետ քննարկում ենք, ամբողջ տարին ինչ պետք է անենք, երեխեքը ոնց են սովորում, ինչ են անում, որ դասերի վրա պետք է կենտրոնանանք, այդպես։ Էլինա ես ու Արսենից քննացրեցի, ասի շուտ գնամ գամ, Էրիկս թե էր խմում, դեռ հազը կա, երևի վաղն էլ տանը կմնա, մյուս օրը նոր արդեն առողջ դասի կգնա, տեսնենք, եթե հաստ չեղավ, վաղն էլ կուղարկեմ, անիմաստ տանը չմնա էլի, դասերից հետ չընկնի ծրագրերից, հետո ինքը շատ ծանր է տանում տենց բաները, որ սովորում են ինքը չէ, աղջիկից գրել են ասում են Աննա ջան, ես էլ եմ կոնում, մի անգամ մոռացել եմ ինչ-որ բան ուղարկեմ, ես ինքս եմ դպրոց տարել եկել, հա աղջիկ ջան, եթե մի բան պակաս դնեմ, կամ մոռանամ, դուք չեք պատկերացնում, երեք ինձ ինչ կանի։ Դրա համար փորձում եմ, որ եթե մոռացել եմ, առավոտ շուտ հասցնեմ դպրոց, որ հանկարծ չգասի մամ, ես ուշացրել էի, մամ, ինձանից ուզեցին ես չունեի, ու այտենց բնավորություն ունի պահանջկոտ։ Սիրում ա, որ ամեն ինչ տեղը տեղին ա լինում, դե մաման էլ այդպես սիրում, ուղղակի մարդ ենք, մեկ պատահում ա։ Մնում ա Արսենին ուղարկեմ հնակապարտեզ, չմոռանամ գնամ պատվերներս վերցնեմ Օզոնից, Օզոնը ստեղ մոտիկա է, Վայլպրեսից ցենտրում ա, ցենտր պետքա պարտադիր մեքենայով գնաս, իսկ Օզոնը այստեղ մոտիկա, փոշտայի կողքն ա, մեքենա էլ չլինի, մանգալով գնում վերցնում գալիս ա, մելի գեղեցին, տեսնենք Արսենին ինչ են ասելու, ինչ անհրաժեշտ, ապսե, վիլկա, գդալ, այդ ամեն ինչ պետք է առնեմ։ Նու ունեմ տանը, առնելու կարիք չկա, բայց պետք է հավաքենք, էլի միասին կհավաքենք։ Ձեզ շատ հետաքրքիր է։ Այդքան հավաքում ենք, գումար էլ պետք է փոխանցենք, արդեն Աննային ուղարկել են, ինչքան գումար պետք է փոխանցեն, որ ամանների հեղուկ առնեն, օտենց մանրուքներ սայցիկի համար։ Էրիկին որ չեմ տվե, մի տեսակ, ոնց որ չգիտեմ, ես ինձ լավ չզգամ, որ սայցիկ եմ տալիս, ոնց որ երեխուն ինձանից հեռացնեմ, այ տենց մտքեր ա գալի մտքումս, ես չգիտեմ, երևի, որ չեմ ուղարկել, միշտ իմ հետ են եղել, հիմա որ 4-5 ժամ պետք է ինձանից հեռու մնան, մի տեսակ, ես ինձ մեղադրում եմ, հետո ասում եմ, բայց ես ես աշխարհում մենակ չեմ, էլի մամաներ կան, որ իրանց երեխեքին ուղարկում են սայցիկ, այդ նորմալ է, էլի, ես ինձ իմ հետ կռվում եմ, էլի, ես ինքս ինձ համ ընդեղ մտածում եմ, համ ընդեղ վերադաստիարակում եմ, ու տենց Աննա ջան, ասում եմ, հանգիստ դու մենակ չես, բոլոր մամաներն էլ իրանց երեխեքին ուղարկում են, ինչ ա եղել, համ էլ երեխու համար ա, լավ կշփվի, կծանոթանա, կբացվի, իդեպ Արսենը շփվող երեխա է, ինքը խամություն տես բաներ չունի, էլի, ինքը շատ մարդամոտ է, ում տեսնում մի անգամից հետ է խաղում, մոտիկ անում իր ամա, այն որ խնդիր չկա, Էրիկը այդպես չի, Էրիկը շատ ծանր է դատում, շատ մեծ մտածելակերպ ունի մեծի, այտենց շատ ազատ չի, էլի, բացված չի, փակ է իր մեջ, Էրիկը փոքրուց էլ ինքը սիրել է մենակ լինի, այտենց չգիտեմ, բայց Արսենը ուրիշ ձև, դե երեխեք տարբեր են, Էլինան լրիվ ուրիշ բնավորություն ունի, տեսնենք, կգնամ Օզոն պատվերներս կվերցնեմ, հուսամ բոլորն էլ եկել է, որ մի քանի անգամ չգնամ կամ սիրուն է, չես պատը հավաքած, ծեր հետ եկա հասա դպրոց, իդեպ անձնագրով են ընդունում, բայց անձնագիրը մոտս չի, վարկել են պոլիկլինիկա, որպեսզի Արսենի հետ բժշկական թղթերը պատրաստեն, որ երեխեն առողջ է, ամեն ինչ նորմալ է, հեռախոսում ունեմ նկարած առաջ էջը, այդպես թվերը կասեմ, կգրեն, ասում եմ թվերը, ինչ է, պասպորտի սերյան, սիրուն է, ամեն տարի սպիտակացնում են պատերը,
Պարտադիր, որ մաքուր լինի։ Գնացինք աղջիկներս։